Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 10 Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնե նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ։ Դու անմտություն առիր սրանում, որովհետև սրանից հետո պատերազմներ ես ունենալու։ Երկրորդ Մնացորդաց 16-րդ գլուխ 9-րդ խոսք։ Աստված այնպիսի հայր է, ով անտեղյակ չէ մեր կարիքներից։ Նրա նախախնամությունը հոգ է տանում իր ստեղծած բոլոր արարածների մասին։ Աստված հետևում է նրանց և ապահովում նրանց անհրաժեշտ բաներով, իսկ առավել ևս իր ժողովրդի մասին է հոգ տանում։ Նրա աչքերը շրջում են ամենուր, գտնելու իր ժողովրդին, նույնիսկ երբ նրանք ցրված են տարբեր վայրերում, և նա գործադրում է իր զորությունը նրանց օգնելու և փրկելու համար։ Ուստի այս միտքը պետք է խորապես արմատավորված լինի մեր սրտերում, երբ գալիս ենք Աստծուն աղոթելու։ Ես գնում եմ իմ Հոր մոտ, ով իր բոլոր արարածների բազմության մեջ գտել է ինձ և գիտի, թե ինչն է ինձ համար բարի և օգտակար։ Սա ևս մեկ կարևոր պատճառ է, թե ինչու մենք չպետք է աղոթելի շատ բառեր գործածենք, որովհետև Աստված արդեն գիտի, թե ինչի կարիք ունենք։ Բառերը ոչ թե պետք է ասել Աստծուն ինչ-որ բան հայտնելու համար, այլ այդ բառերը մեզ համար են։ Մենք չենք խոսում Աստծուն տեղեկացնելու համար, այլ որպեսզի ինքներս ավելի լավ կատարենք մեր պարտքը։ Ուստի այնքանով, որքանով խոսքերը օգտակար են, պետք է գործադրենք դրանք մեր սրտերը ջերմացնելու և մեր հավատքը զորացնելու համար։ Սկզբում խոսքերը արտահայտում են մեր սրտի զգացմունքները, իսկ հետո դրանք իրենց հերթին ավելի են ուժեղացնում այդ զգացմունքները։ Ինչպես օջախը, որ սկզբում բռնկվում է մի կրակից, իսկ հետո ինքն է օգնում պահպանել կրակը։ Երբ Աստծո առաջ նրա խոստումներն ենք հիշեցնում և դրանց վրա հիմնվելով աղաչում ենք, դա նույնպես զորացնում է մեր հավատքը։ Մենք Աստծո հետ չակերտյալ պայքարում ենք աղոթքի մեջ, որպեսզի ինքներս էլ ավելի բորբոքվենք և ջերմանանք։ Ուստի աղոթքի ժամանակ պետք է այնքան բառեր գործածել, որքան որ օգնում են զորացնել մեր հավատքը և պահպանել մեր սրտի սերը Աստծո հանդեպ։ Եթե աղոթքի մեջ խոսում ենք ավելի երկար, քան անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար, ապա դա դառնում է դատարկ շատախոսություն և կրկնություններ, որոնցից Քրիստոսը զգուշացնում է մեզ։ Աղոթքի միջոցով Աստծու մեջ փոփոխություն չի կատարվում, այլ փոփոխություն է կատարվում մեր մեջ։ Մենք Աստծուն չենք աղոթում, որպեսզի նրան տեղեկացնենք, թե ինչ ենք ուզում, որովհետև նա արդեն իսկ գիտի մեր կարիքները։ Ոչ էլ շատ խոսելով փորձում ենք համոզել նրան, որ բարեհաճ լինի մեր հանդեպ, այլ աղոթքի միակ նպատակը մեր հավատքն ու հույսը Աստծո հանդեպ զորացնելն է։